Նախորդ զրույցի ընթացքում մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես միգրանտները բանակցում են իրենց մշակութային տարածքը հարթելու համար եւ իրենց տարբերությունների համար։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այդ բանակցությունը։ Եվ երևի թե ճիշտ կլինի ասել, որ բանակցությունը, եթե նույնիսկ ողջ գործընթացը չներկայացնենք, կան մի քանի կողմեր, որոնք կարևոր պայման են հավանաբար։ Դրանցից մեկը ներկայացնելն է կամ ներկա լինելը։ Այսինքն մարդը որպես մի մշակույթի կրող, երբ հայտնվում է նոր տարածքում, ներկայացնում է ինքն իրեն որպես սուբյեկտություն, այնպես ինչպիսին ինքն ուզում է տարածք հարթել իր համար եւ դրսևորվել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում իր մշակութային ինքնությունը, իր գենդերային ինքնությունը, իր տարիքային ինքնությունը եւ այլն։ Եվ իհարկե առանց այս ներկայացման կամ ինքն իրեն ցույց տալու դա չի ստացվի։ Հետաքրքիր է, որ կան միգրանտներ, ես եղել է զրուցել եմ միգրանտների հետ, ովքեր այս ներկայացնելը հենց բառի բուն իմաստով ներկայացնել են համարում։ Մի կին պատմում էր, ասում եմ, ես ուր գնում եմ, լինի հացի հերթ, թե ուրիշ տրանսպորտ սպասելուց կամ հենց տրանսպորտի մեջ, երբ որ հարց է առաջանում, ես անպայման ներկայացնում եմ, թե մենք ինչ ժողովուրդ ենք, որ մենք առաջի քրիստոնյաներն ենք, որ Արամ Խաչատրյանը մեր հայտնի կոմպոզիտորն է եւ այլն։ Այսինքն կային ինչ որ բաներ այդ կնոջ համար, որոնք ինքը համարում էր կարևոր իր մշակութային եւ ազգային ինքնությունը ներկայացնելու տեսանկյունից եւ ներկայացնում էր բառի բուն իմաստով, դրա մասին պատմում էր։ Լինում է նաև, երբ այդ ինքնությունը որպես խումբ է ներկայացվում։ Օրինակ, վերջերս ես հետաքրքիր վիդեո տեսա, որտեղ Գլենդելի համայնքը կազմակերպել էր հայերի ներկայացումը եւ շքերթի ժամանակ, որը իմիջիայլոց էլի հետաքրքիր բան է, սա միայն հայերին չի տիպիկ։ Հետազոտություններում կարելի է գրել այդ էթնիկ շքերթների մասին կամ ազգային շքերթների մասին, եւ մենք էլ այդպես այդ շքերթներից ինչ որ մեկում Լոս Անջելեսում կազմակերպված հայ համայնքը ներկայացնում էր ինքն իրեն, երևի այդպես կարելի ասել, ուրեմն մեծ շարժական մեքենա, ասեմ, թե շարժական հարթակ անցնում էր հրապարակով եւ ծաղիկներից պատրաստված հայերի համար տիպիկ համարվող ինչ որ սիմվոլիկ բաներ ներկայացնելով։ Այդ փոքր հարթակի վրա ներկայացված էր եկեղեցի, ներկայացված էր Գառնուճ տաճարը, մակետը պատրաստված, բայց բավականին մեծ, ներկայացված էր ցեղասպանության հուշարձանը, նույնիսկ Արցախի տատիկի եւ պապիկի այդ արձանը, ինչ կար ուրիշ, Սարդարապատի արձաններն, այդ հուշարձաններ ներկայացված, այսինքն հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակների եւ նույնիսկ տարածքային առումով տարբեր տարածքներ ընդգրկող սիմվոլներ էին։ Եվ հետաքրքիր էր լսել, թե ինչպես այդ հաղորդավարը, երբ որ ներկայացնում էր եւ խոսում էր դրա մասին, միակ արձագանքը այն էր, որ սա հրաշալի ներկայացում է, այսքան ծաղիկներ են, այսքան, չգիտեմ, քանի հազար ծաղիկ է ներդրվել, որպեսզի սա պատրաստվի, շատ շքեղ է ներկայացված եւ այո, Հայաստանը թանգարան է։ Այս ներկայացումը վերջացավ եւ անմիջապես դրանից հետո խոսքը սկսեց գնալ ֆուտբոլի մասին։ Ինչ հետաքրքիր բաների մասին է մեզ սա հուշում։ Նախ, երբ որ դու ներկայացնում ես եւ ոչ թե քո առանձնահատկությամբ ներկա ես գտնվում, ներկայացնելը ունի ժամանակ, վերջանում է, երբ դու պատմեցիր քո մշակույթի, քո պատմության մասին, խոսքը դադարեց, ներկայացումը վերջացավ։ Երբ դու ներկայացնում ես շքերթին, անցավ քեզ ներկայացնելու պահը մոռացվեց, դրանից հետո շարունակվում է ֆուտբոլի մասին խոսակցությունը կամ ուրիշ բանի մասին։ Գուցե եւ շատ խոր չմտածված, բայց շատ տիպիկ արձագանք էր հաղորդավարի արձագանքը, որպես Հայաստանը
թանգարան է բաց երկնքի տակ։ Իսկապես, երբ որ խոսքը ոչ թե ներկա լինելու մասին է, այլ ներկայացնելու, մշակույթը դիտարկում է թանգարանային մի բան, որը իրողությունից կտրված եւ միտեղ այդ խիտ կերպով ամփոփված այդ սիմվոլիկան է, պատմությունը, ամեն ինչը։ Եվ հետաքրքիր է նաև այն, որ ինչքան որ քիչ ծանրակշիռ է ներկայությունը, այնքան ավելի մեծ տեղ է հարթվում ներկայացնելուն։ Եվ այս կնոջ պարագայում էլ հարց է առաջանում, չէ՞, հետաքրքիր, եթե դու արդեն այնտեղ ես եւ իբրև հայ ես այնտեղ, միթե ներկայությունը բավարար չի եւ ներկայությունից բացի անհրաժեշտ է նաեւ ներկայացնել, պատմել դրա մասին։ Իհարկե վիճելի, մտածելու թեմաներ են սրանք, գուցե հակասական, գուցե չէ, երբ որ ասում ենք ներկա լինելը ավելի նախընտրելի է, եթե ասում ենք, պետք է նաև մտածենք, իսկ հնարավոր է ներկա լինել պարզապես եւ առանց ներկայացնելու։ Երբ է որ ներկա լինելը, ներկայությունը արդեն այնքան ծանրակշիռ է լինում, որ ներկայացման կարիք չի լինում, ներկայությամբ արդեն այդ հարցը լուծվում է։ Գուցե եւ ճիշտ կլինի նկատել, որ շատ հաճախ այդ ներկայությունը ծանրակշիռ է լինում այն միգրանտների պարագայում, երբ նրանք ընդունող հասարակությունում բիզնեսի ոլորտում են հաջողության հասնում կամ մասնագիտական ոլորտում իբրև արվեստի ներկայացուցիչ կամ ինչ-որ գիտության ներկայացուցիչ եւ այդ պարագայում երբ որ ընդհանուր հանրության մեջ անհատի կամ թեկուզ համայնքի ներկայությունը ծանրակշիռ է լինում, մշակութային եւ ազգային պատկանելությունն էլ ուրիշ կերպով վեր է գալիս, հայտնվում է եւ առանց հայտնվում է արդեն ներկայությամբ եւ ոչ թե ներկայացմամբ կամ դրա մասին պատմելով։ Ուզում եմ վերհիշենք տեքստի հատվածներից մեկը, որը առաջի զրույցի ընթացքում ընթերցեցի։ Նորից կարդամ այդ հատվածը։ Պատմում է մի աղջիկ, ով մեկնել է Միացյալ Նահանգներ այնտեղ կրթություն ստանալու համար։ Ասում եմ, շատ բաներ, որ Հայաստանում հագնում եմ, այնտեղ հետս չէի տարել, որովհետև գիտեի, որ միևնույնն է չեմ հագնելու, բայց մյուս կողմից ես ունեի հայկական պայուսակ, հայկական նախշերով, որ միշտ կրում էի, հայկական նախշերով գուլպաներ, որոնք միշտ հագնում էի, գլխարկ, էդ էլ ինչ-որ մի ձև էր հագուստի միջոցով ազգայինը ցուցադրելու։ Միշտ հարցնում էին, սա որտեղից, ասում էի, որ Հայաստանից է, ձեռագործ է, այս նախշը սա է նշանակում, այն նախշը ուրիշ նշանակություն ունի։ Իմ այդ հայկական գուլպաներն այնքան մարդու դուր եկան, որ ես մամայից խնդրեցի 20 քանի զույգ առավ, ուղարկեց եւ ես բաժանեցի մարդկանց։ Ու իրենք մինչեւ հիմա ինձ գրում են, թե ինչքան են հավանում այդ գուլպաները։ Ու դրանց միջոցով հնարավորություն էր ստացվում ինչ որտեղ խոսել քո մշակույթի մասին։ Մենք այստեղ հագնում ենք օրինակ փայլփլուն բաներ, բայց ես դրանք չէի տարել, չէի ուզում, որ իմ ազգայինն այդպես ընկալվեր։ Այն ժամանակ է խոսեցինք, որ այս պատառիկը հետաքրքիր է նրանով, որ մարդը ձգտում է ներկայացնել իր ազգայինը, մշակութայինը, բայց ի տարբերություն կնոջ, որի մասին ես խոսեցի, ով պատմում էր դրա մասին, այստեղ ավելի շատ կարելի է գտնել ներկա լինելու մասին խոսող մի բան, որը էլի ներկայացնել է, որովհետև նա ասում է, աղջիկն ասում է, որ պատմում է նախշերի մասին, նշանակության մասին, բայց մյուս կողմից նա ոչ միայն դա պատմում է, այլ իր հագուստի մի մասն է սարքել, այսինքն ինքը այնուամենայնիվ, որպես այդպիսին ներկա է։ Բայց մեկ ուրիշ բան է այստեղ հետաքրքիր, որ այդ ներկայությունը խմբագրված ներկայություն է կամ թարգմանված ներկայություն է, որովհետև ասում է ես այնպիսին, ինչպիսին ես Հայաստանում է, այդպես չէի ուզում ներկայանալ, կամ ավելի երևի արդար կլինի ասել այնպես ինչպես մենք հագնվում ենք Հայաստանում, այնպես ինչպես մեր մշակույթը հագնվելու այնտեղ Հայաստանում է, ես չէի ուզում այդպես ներկայացնել դա եւ այն հագուստը, որ այնտեղ մենք հագնում ենք, դա չէի բերել, փայլփլուն հագուստը եւ բերել էի այդ հայկական նախշերով գուլպաները եւ պայուսակը, գլխարկը եւ այլն։ Եվ հետաքրքիր է տեսնել, որ նոր միջավայրում որպես օտար հայտնվելով միգրանտը ուզում է իր
օտար եւ ուրիշ լինելը անպայման ներկայացնել, նա նայում է, փորձում է հասկանալ իր օտար ուրիշ լինելը, ինչի միջոցով ճանաչում է իր օտարությունը, բայց նաև ներկայացնելիս մտածում է իսկ ինչպես ներկայացնեմ, եւ այստեղ է, որ այդ խմբագրման կամ թարգմանության գործընթացը գալիս է, փորձում է նայել միգրանտը իր մշակույթին այդ ուրիշի տեսանկյունից եւ գնահատել, թե տեսնես որն է, որ նրա աչքերում ավելի ընդունելի կլինի։ Խմբագրված ներկայանալու եւս մի օրինակ կարդամ եւ դրա հիման վրա փորձենք տեսնել ուրիշ ինչ ասպեկտներ են բացվում։ Տղա է, ով մեկնել է Գերմանիա աշխատելու, ասում է. Իմ արևելյան արտաքինի պատճառով Եվրոպայում ինձ ոչ ոք հայի տեղ չի դնում, ինձ արաբական աշխարհին են դասում։ Մարդիկ մի քիչ վախվորած են լինում։ Մի անգամ կանգառում նկատեցի, որ երբ մոտեցա, կանգնած կինը, ով պայուսակը նստարանին էր դրել, այն հապշտապ վերցրեց եւ մի կողմ քաշվեց։ Ոչ ոք չի պատկերացնում, թե ես Գերմանիայում ինչով եմ զբաղվում։ Գուցե ես գերմանական գրականություն ավելի լավ գիտեմ, քան Գերմանիայի 70%-ը։ Ոչ ոք իմ դեմքից դա չի կարող կարդալ։ Այդ առումով ես նեղանալու իրավունք չունեմ, ակամա այդ խտրականությանը ենթարկվում եմ։ Եթե իմանում են, որ հայ ես, ավելի դրական են վերաբերում, որովհետև հասկանում են, որ քրիստոնյա ես։ Եվրոպայում կրոնը բավականին մեծ դեր է խաղում։ Շատ հաճախ, երբ միգրանտները պատմում են այսպիսի փորձառության մասին, պատմում են նաև, որ փորձում են ինչ-որ ձևով ընդգծել իրենց քրիստոնյա լինելը։ Օրինակ, ես լսել եմ դեպքեր, երբ մարդիկ սկսում են խաչ կրել եւ հետո ավելի տեսանելի են դա դարձնում։ Մի բան, որ մինչ այդ Հայաստանում չէին անում։ Սա էլ փաստորեն հետաքրքիր է, որ էլի ցույց է տալիս, որ ինչպես է միգրանտը նախ ճանաչում նոր մշակույթը, դրա մասին պատկերացում կազմում եւ այդ պատկերացման հիման վրա ներկայացնում իրեն գուցե ինչ-որտեղ շեշտելով մի կողմը, մի ասպեկտը, ինչպես այս պարագայում մենք տեսնում ենք, որ քրիստոնեական այդ հատկանիշը, քրիստոնյա լինելու հատկանիշը ավելի առաջ մղված է, ավելի ցայտուն կերպով է ներկայացվում։ Փաստորեն ներկայացնելը եւ խմբագրված ներկայացնելը, եթե այդպես կարելի ասել, մի կողմից ներկայանալ է, մյուս կողմից հասկանալի ներկայանալ է, հասկանալի դառնալ է, որովհետև դրանով է, որ դու կարող ես հավակնել ինչ-որ տարածք քո տարբերության համար, նվաճել, նույնիսկ կարելի ասել, եւ սա նաեւ թարգմանական գործընթաց է այն առումով, որ դու փորձում ես հասկանալի դարձնել քո առանձնահատկությունը մյուսին, օտարին, նրան, ում դու ներկայանում ես։ Միգրացիոն փորձառություններում կարելի է տեսնել այդ օրինակները, թե ինչպես անհատը, միգրանտը ներկայանալիս փորձում է գտնել ճիշտ ձևը բացատրելու իր առանձնահատկությունը։ Օրինակ իրեն հարցնում են որտեղից ես, ասում է Հայաստանից, եւ երբ մարդիկ չեն հասկանում, տեղյակ չեն որտեղ է Հայաստանը եւ հարցնում են, իսկ դա որտեղ է, մեծ ընտրություն է եւ կախված նրանից, թե ով է հարցնողը, մարդը կամ պատասխանում է մի երկիր է Թուրքիայի կողքին, կամ մի երկիր է Կովկասում, նախկին սովետական միության երկիր է, Ռուսաստանի կողքի երկիրներից է, կարող է ասել նաև Իրաքի կողքի երկիր է, այնքանով ինչքանով Ռուսաստանի կողքի, բայց շատ քիչ ենք հանդիպում, երբ օրինակ Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում ներկայանան այդպես, որ Իրաքի կողքի երկիր ենք կամ Իրանի կողքի երկրներից ենք, էլի ինչն է խնդիրը, մարդը անկախ նրանից մտածված, հատուկ, թե ենթագիտակցաբար փորձում է այն նշան առաջ բերել, որը ոչ միայն հասկանալի է, այլ նաև ընդունելի է մյուսի համար, ում հետ նա այդ մշակութային բանակցությունը տանում է, կամ իրեն ասում են հայերը եւ մարդը, որպեսզի բացատրի, թե ինչ ժողովուրդ են հայերը, ասում է, դե ճանաչում ես Շարլ Ազնավուրին կամ Անդրե Աղասուն, կամ հիմա ասում են Մխիթարյանին, Հենրիխ Մխիթարյանին, ու էլի տեսնում ենք, թե ինչպես
միգրանտը փորձում է գտնել այդ նշանները, որոնք կարող են ճանաչելի լինել նոր կամ օտար մշակույթի տեսանկյունից եւ իրեն ներկայացնել այդ նշանների միջոցով։ Եվ այստեղ է, որ այլի այդ կոմպրոմիսային պահն է գալիս, իսկ ինչպես թարգմանել, ինչպես խմբագրել, ինչ տեսանկյունից ճանաչելի դարձնել։ Եվ սա ոչ միայն ընտրություն է, այլ նաև բավականին մեծ մշակութային կոմպետենտություն պահանջող մի բան է։ Եվ փորձը ցույց է տալիս, որ այս մշակութային բանակցություններում տարբերության համար տեղ կարողանում են հարթել հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն այդ մշակութային կոմպետենտությունը, ճանաչում են կամ կարող են ճանաչել այդ ուրիշներին, կարող են նրանց հայացքով նայել իրենց, կարող են իրենց նայել անկախ նրանց հայացքից։ Եվ այս է պատճառը, որ մշակութային կապիտալը եւ նախ մշակութային կապիտալը բավականին մեծ դերակատարություն ունի միգրանտի համար այդ նոր տարածքում տեղ հարթելու գործում եւ մյուս կողմից միգրացիան ինքը այս բոլոր փորձառություններով մեծ մշակութային կապիտալ է տալիս մարդուն։